Գիրք Ծննդոց, գլուխ 15 Աստծո ուխտն Աբրահամի հետ։ Այս ամենից հետո տեսիլքով Տիրոջ խոսքն Աբրամին եկավ ասելով. «Մի վախենա, Աբրամ, ես քո վահանն եմ, և քո մեծագույն վարձատրությունը»։ Եվ Աբրամն ասաց. «Ով Տեր Աստված, ինձ ինչ ես տալու, քանի որ անզավակ եմ մնացել, և իմ տան տնտեսն ահա Դամասկոսցի Եղիազարն է»։ Նաև ասաց Աբրամը. «Որովհետև ինձ սերունդ չտվիր, ահա իմ ընդոցինն իմ ժառանգորդը կլինի»։ Եվ ահա Տիրոջ խոսքը եկավ նրան ասելով. «Նա չի լինի քո ժառանգորդը, այլ նա, որ քո մեջքից դուրս կգա, նա կլինի քո ժառանգորդը»։ Եվ նա դուրս բերեց նրան ու ասաց. «Դեպի երկինք նայիր և հաշվիր աստղերը, եթե կարող ես դրանք հաշվել»։ Եվ ասաց նրան. «Այսպես կլինի քո սերունդը»։ Եվ նա հավատաց Տիրոջը, և նա նրա կողմից արդարություն համարեց սա։ Եվ ասաց նրան. «Ես եմ Տերը, որ քեզ քաղդեղացիների Ուր քաղաքից հանեցի, այս երկիրը քեզ տալու համար»։ Եվ նա ասաց. «Ով Տեր Աստված, ինչպե՞ս իմանամ, թե ես այն կժառանգեմ»։ Եվ նա ասաց նրան. «Ինձ համար մի 3 տարեկան երինջ, և մի 3 տարեկան այծ, և մի 3 տարեկան խոյ, և մի տատրակ, և մի աղավնու ձագ առ»։ Եվ նա այս բոլորը վերցրեց նրա համար, և դրանց մեջտեղից կտրեց, և ամեն մի կտորը մյուսի դիմաց դրեց, բայց թռչուններին չկտրեց։ Եվ երբ կտրված դիերի վրա գիշատիչ թռչուններն իջան, Աբրամը քշեց նրանց։ Եվ երբ արևը մայր էր մտնում, Աբրամի վրա մի խոր քուն իջավ։ Եվ ահա նրա վրա խավարի մի մեծ սոսկում ընկավ։ Եվ Տերն ասաց Աբրամին. «Ստույգ իմացիր, որ քո սերունդը մի երկրում, որ իրենցը չէ, պանդուխտ է լինելու, և ծառայություն կանեն, և նրանց 400 տարի կչարչարեն։ Իսկ այն ազգին, որին ծառայելու են, ես կդատեմ, և դրանից հետո մեծ ունեցվածքով դուրս կգան։ Եվ դու խաղաղությամբ քո հայրերի մոտ կգնաս, խոր ծերության մեջ կթաղվես։ Բայց 4-րդ սերունդն այստեղ կվերադառնա, որովհետև ամորացիների անօրենությունը դեռ իր լրումին չի հասել»։ Եվ եղավ, երբ արևը մայր մտավ, և խավար եղավ, ահա այն կտորների միջով մի ծխացող հնոց և մի վառվող ջահ անցավ։ Այն օրը Տերն Աբրամի հետ ուխտ դրեց ասելով. «Քո սերնդին տվեցի այս երկիրը, Եգիպտոսի երկրից մինչև Մեծ գետը, այսինքն Եփրատ գետը, Կենեցիներին, Կենեզացիներին, Կեդմոնացիներին, Քետացիներին, Փերեզացիներին, Ռափայիմներին, Ամորացիներին, Քանանացիներին, Գերգեսացիներին և Հեբուսացիներին»։